որ նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան այստեղ, ես վստահ եմ, որ մեր այսօրվա միջոցառման կոմենտներում էլի մի շատ մեծ բան ենք ունենալու, ալիք ենք ունենալու ատելության խոսքի, ուղղակի խնդրանք լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ պարզապես գիտակցեք, որ մարդը, որ խոսում է, արցախցիների մասին խոսում, օրինակ ես ին վրա տարածեմ, երբ որ տեսնում եմ, որ այդ ռեպորտաժների նյութերի տակ տոննաներով ատելությունը, երկրորդ անգամ հարցազրույցի հրավերը չես էլ ուզում ընդունել, չես էլ ուզում խոսել, որովհետև այսպես թե այնպես մարդկայնորեն ազդում է դա։ Իհարկե հասկանում ես, որ հանրային գործիչը այդ ամեն ինչ նկատմամբ հանդուրժող պետք է լինի, բայց նաև ազդում է այդ, որ լավ քեզ ասեցին ոչինչ, բայց եթե քո խոսքի պատճառով քո ամբողջ հանրությունն են թիրախավորում, ասում ես դե միգուցե ավելի քիչ խոսեն, որ նորից ատելության խոսքի պատճառ չդառնա, էլի, այս հանգամանքը եւ պետք է հաշվի առնել։ Կոմենտները միթե հնարավոր չի ջնջել կամ այնպես անել, որ կառավարվի, այնպես անել, որ այդ ամեն ինչը ինչ-որ վերահսկվի։ Կամ նախաձեռնություններ օրինակ սկսել ձեր լրատվականներին հետևող ամենաուժեղ, ասենք, ատելության խոսք տարածողին մի հատ մրցանակ տվեք, այնց հակառակ մրցանակներ կան, չէ՞, ոչ այդքան ոնց է կոչվում։ Լրատվամիջոցների դերը շատ կարևոր է այս հարցում։ Միայն խոսել ու բան չանել, չվերահսկել այդ process-ը, կարծում եմ այդքան էլ ճիշտ չի։